Պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ Ծառուկյանի Սարի գլխի տունը դարձնելու եք ծերերի խնամքի կենտրոն, այդ տրամաբանությամբ ինչու Գոլդեն Փելեսը, Հովիկ Աբրամյանի մոնումենտի դղյակը չդարձրեցիք ծերանոց, այն գնաց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, եւ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, չեք կարծում, որ մարդկության հավասարության կանոնը խախտվում է, մինչ ձեր թիմակիցները, մարզպետներ, նախարարներ, համայնքապետներ ձեր համար քարոզարշավ են իրականացնում, ձեր հիմնական մրցակից Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է, ֆիզիկապես չի կարող մասնակցել քարոզարշավին, բակային հանդիպումներ ունենալ, թաղային հանդիպումներ ունենալ, շնորհակալություն։ Ձեր նշած անձը կալուգացի օլիգարխը ոչ պատգամավորի, ոչ էլ վարչապետի թեկնածու է։ Այսինքն դուք խոսում եք գործող անցնող ամբաստանյալի մասին։ Այդ մարդը ոչ վարչապետի թեկնածու է, ոչ էլ պատգամավորի թեկնածու է, ոչ էլ կարող է լինել այդպեսին։ Ինչ վերաբերվում է մարզպետներին, համայնքների ղեկավարներին, նրանք քարոզության մեջ ներգրաված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ինչ վերաբերվում է ապօրինի գույքի պոտենցիալ մնացած դեպքերին, որոնց մասին դուք խոսում եք, այդ ամեն ինչով վարույթներ են հարուցված եւ այդ վարույթները քննվում են եւ հետաքննվում են, այդ թվում ձեր նշած դեպքը, ես ինչքան գիտեմ, քննության առարկա է եւ ես նաեւ նման դեպքերը նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք շատ հաճախ չենք կարողանում արագ արդյունքների հասնել, որովհետեւ պայմանական ասած մաֆիան դեռ շարունակում է որոշ տեղեր շոշափուկներ ունենալ եւ մենք այդ շոշափուկները կտրելով գնում ենք առաջ եւ շարունակելու ենք այդ շոշափուկները կտրելով գնալ առաջ, որպեսզի մեր առաջ դրած խնդիրը լուծենք։ Իսկ մեր առաջ դրած խնդիրը հետեւյալն է, որ մենք պետք է թալանվածը կոպեկ առ կոպեկ կամ լումա առ լումա ետ վերենք եւ ուզում եմ հիշեցնել, որ տարբեր մեխանիզմներով էլի հեղափոխությունից ի վեր այդ թվում ստվերային տնտեսության կրճատման, ապօրինի գույքի եւ համայնքային շահերի պաշտպանության համատեքստում արդեն շուրջ 8 միլիարդ դոլարի դրամական միջոցներ եւ գույք վերադարձվել են պետությանը եւ համայնքներին, այդ թվում Գագիկ Ծառուկյանի կամ Ծառուկյան Գուրոյան ընտանիքին պատկանող գույքերը, որոնցից մեկը Կոտայքի նախկին մարզպետի առանձնատունը շուտով կդառնա ծերերի խնամքի կենտրոն։ Շնորհակալ եմ։